Միայն մայրաքաղաքի մասնաճյուղերից են տուժել քաղաքացիներ, թե նաև մարզային դեպքեր ունեք։ Մարզային, այստեղ մեծամասնությունը մարզերից են, քիչ մարդիկ կան, որ Երևանաբնակ են, հիմնականում մարզերից են քաղաքացիները։ Դատարանացնելով ինչ նկատի ունեք, քրեական դատարանի մասին, քաղաքացիական իրավական դատարանի մասին, որ դատարանը նկատի ունեք։ Եթե քաղաքացիական իրավական ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարանը նկատի ունեք, ապա կան այստեղ շատ դեպքեր, որ արդեն դատական դատարանների միջոցով են փորձում այդ գումարները պահանջել քաղաքացիներից, ինչը եւս անօրինական է եւ այդ գործողությունների մեջ անօրինական տարեր կան, ինչը ես անցած անգամ ներկայացնել եմ, որովհետև նորից եմ ուզում ներկայացնեմ, որովհետև բանկը երբ որ դիմում է դատարանի իբրև թե գումարի բռնագանձման պահանջով, դատարանից թաքցնում է մի կարևոր հանք, մի կարևոր փաստարկ, որը հետևյալն է, որ տվյալ գործի վերաբերյալ կան գործ նախաձեռնված, ինչը ազդեցություն ունենում է իհարկե ընդհանուր իրավասությունների առաջատյանի դատարանի որոշման վրա եւ որն էլ հիմնականում լինում է հետևյալը, քանի որ կա քրեական գործի առկայություն, դատարանը կասեցնում է գործը, քանի դեռ չի բացահայտվել քրեական գործը։ Դրանից էլ խուսափում է դատարանը եւ քանի որ իրավական ճանապարհը սա է, ապա ինչու այս ժողովրդին ներողություն քաշ տալ դատարաններ, այն էլ խոցելի իրավիճակում հայտնված քաղաքացիներին, չէ՞ որ կենտրոնական բանկը կարա նմանատիպ որոշում կայացնի, որովհետեւ դա է օրինականը։ Օրենքը ինչ են շրջանցում։ Հիմա կենտրոնական բանկը ուղիղ լծակ ունի ազդելու բանկերին պարտադրելու, հորդորելու, որպեսզի իրենք սառեցնեն դա իր օրենսդրական պարտավորությունն է։ Օրենսդրական պարտավորությունները չառաջանա, իրենք էլ դատիչտան օրինակ կբային։ Դա իր ֆունկցիոնալությունն է, ժողովուրդ ջան, եկեք հիմա Կառավարությունից ինչ պատասխանեցին դիմում եք ներկայացրել նախորդ կառավարությունների ուրեմն հանդիպեցինք Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հետ, խոստացան, որ կասեմ, ներողություն, այս պահին նրա հետ ում հետ որ նախորդ անգամ եք հանդիպել խոստումներ էր տվել։ Բացասացիք ուր են մեր խոստումները։ Խոստացել են, որ կտան համապատասխան հրահանգներ, համապատասխան մարմիններին եւ լուծում կտրվի այս պատուհասած իրավիճակին, բայց նորից եմ կրկնում, մեզ այո ընդունել են բոլոր մարմինները, բայց չկան գործուն քայլեր։ Բացի կենտրոնական բանկից։ Կենտրոնական բանկը ընդունել է առանց լրատվամիջոցների, առանց հեռախոսների, գաղտնի խոսացեք, կամած խոսացեք, եկեք սենց արեք, եկեք ընենց արեք, որևէ լուծում չկա։ Հրապարակային մենք դեռևս չենք դիմել, բայց մենք չպետք է դիմեինք, սա էլ ՄԻՊ-ի, տիրույթն է, համակարգել քաղաքացու եւ կենտրոնական բանկի միջև եղած իրավահարաբերությունները, պետք է համակարգել, չի համակարգել, գնում ենք ասենք, բա ինչի՞ չես համակարգել, ոնց հենց հիմա գնում ենք ՄԻՊ։